Արտարուց ոչ մի բան տեղի չի ունեցել։ Նորմալ ընթացել ամեն ինչ։ Քաղաքացիական պայմանագրի հետ հետագա համագործակցությունը ինչպես եք պատկերացնում։ Մենք աշխատելու ենք Իշա քաղաքի եւ համագործակցելու ենք քաղաքի հետ կապված հարցերով քաղաքապետի կողմից ներկայացված, եթե դրական կարծիք ունենանք այդ ծրագրերի վերաբերյալ, կողմ կքվեարկենք, բացասական կարծիք ունեցանք կամ կասկածեցինք որոշ բաներ, կփորձենք միասին աշխատել, ավելի լավացնել այդ ծրագիրը եւ այդ ժամանակ մեր դրական եզրակացությունը կտանք այնպես, որ ես չեմ կարծում, որ այստեղ պետք է առանձնացնել քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցություն կլինի թե չէ։ Քվորում հասկացողություն կա, քվորումը որ եղավ, արդեն գնացած է երկանչի։ Պարոն Մխիթարյան, նկատեցինք, որ դուք դեմ քվեարկեցիք քաղաքացիական պայմանագրի կուսակցության թեկնածուներին, հանձնաժողովների անդամների եւ տեղակալների պաշտոններում, ինչն էր պատճառը։ Սա տեղավորվում է Գյումրին իշխանազրկելու, ԿՊ-ից մաքրելու տրամաբանության մեջ, որի մասին դուք հայտարարել եք հարազարշավի։ Նաեւ, բայց ես նաեւ տեսել եմ վերջին 7 տարվա ընթացքում, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության կադրային քաղաքականությունը իրենից ինչ է ներկայացնում։ Իդեպ այդ կադրային քաղաքականությունից բողոքում է հենց այսօրվա երկրի ղեկավարը, ասում է, որ կադրերի խնդիր ունեն իրենք։ Հիմա ես 7 տարի տեսել եմ, թե այս պետությունը ինչի են հասցրել իր նշանակումները, ինչի պիտի ես անգամ վստահեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության այս կամ այն թեկնածուին, դրա համար դա հստակ դիրքորոշում է ու դիրքորոշում է մեր սեփական կենսափորձից ելնելով, երկրի կենսափորձից ելնելով։ Շատ լավ, անձնապես դուք ծանոթ եք առաջադրված թեկնածուների հետ։ Այնքանով, որքանով, այսինքն ես գիտեմ այդ մարդկանց ինչով են զբաղվել, չեմ կարծում, որ ներկա իրավիճակում իրենք լուրջ փոփոխությունների են հնարավոր բերելու իրենց տեղերում, եթե նշանակվեն։ Ասում եք համագործակցությունը չեք բացառում, պարոն Մխիթարյան, միաժամանակ դեմ եք Ես չեմ ասել, որ չեմ բացառում, ես ասում եմ Իքշա քաղաքի ցանկացած որոշում կամ ծրագիր, որը որ բերվելու է, մենք այդ ամեն ինչին կողմ ենք քվեարկելու։ Հիմա եթե նույնիսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միամիտ երկնի այնպիսի մի օրինագիծ, որը իր նպաստ քաղաքի է լինելու, իհարկե ու մենք հոգեկան հիվանդ չենք դեմ քվեարկենք դրան։ Պարոն Մխիթարյան, ձեր խմբակցությունից չկային թեկնածուներ Ոչ, ըստ այդ բանաձևի, որով բաշխվում են, մեզ եւ Մայր Հայաստան խմբակցությանը տեղեր չէին հասնում նախագահի եւ նախագահի տեղակալի, մենք վերցնելու ենք անդամության մասը, այսինքն 3-ս ամեն մի հանձնաժողովում որոշելու ենք, որ ենք գնալու։ Պարոն Մխիթարյան, խնդրում ծանոթացեք, եթե չեմ սխալվում, ավականու կանոնակարգը ենթադրում է նաև ժամանակավոր կամ քննիչ հանձնաժողովների ձևավորում, որքանով ես տեղյակ եմ։ Եթե չեմ սխալվում, երթմնակալության արարողության ժամանակ լրագրողներից մեկը ձեզ հարց տվեց Գյումրին թալանացների վերաբերյալ ենթադրյալ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու հնարավորության մասին, հղում անելով 2019 թվականի ձեր մի հարցազրույցի, որտեղ դուք ասում եք, որ խոսակցություններ կան տարիներ շարունակ խոսվում էր մասին, որ Գյումրին թալանել են կամ Վարդան Ղուկասյանը կամ Անրանիկ Քոչարյանը, հետևապես պետք է մեկընդմիշտ նման զրույցներին, խոսակցություններին վերջ տալու համար ձևավորել հանձնաժողով։ Քանի որ դուք արդեն լիազորություն ունեք, քաղաքային իշխանության մաս եք, չեք պատրաստվում արդյոք նման մի հանձնաժողով ձևավորելու։ Վարդան Ղուկասյանի մասով չէ, որովհետև կարծում եմ դուք տեղյակ եք, որ պարոն Ղուկասյանը մի քանի քրեական գործով անցնում է։ Ես չեմ կարծում, որ Գյումրու քաղաքապետարանի ձևավորած հանձնաժողովը շատ ավելի էֆեկտիվ է աշխատելու, քան Հայաստանի Հանրապետության քննչական մարմինները, իսկ ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, այո, չեմ բացառում նման բան։ Վարդան Ղուկասյանի մասով ձեզ համար ասում եմ հենց հիմա պարոն Ղուկասյանը անցնում է, չեմ կարծում, որ մեր աշխատանքը այդ առումով շատ ավելի էֆեկտիվ է լինելու, քան այս պահին փորձում եմ կասկածի տակ չդնել Հայաստանի քննչական մարմինների աշխատանքը։ Կարգելով մարդու անմեղության կանխարգելությունը։ Պարոն Մխիթարյան, նաև քաղաքացիական պայմանագրի պատգամավորներից մեկը էլի անդրադառնալով Վարդան Ղուկասյանի առնչությամբ հարուցված քրեական վարույթին ասել է, որ քանի որ նա քաղաքապետ է, գուցե կարողանա որևէ ազդեցություն ունենալ Գյումրիում գտնվող վկաների վրա։ Դուք նման հնարավորություն տեսնում եք։ Ժողովուրդ ջան, իրավական հարցեր եք տալիս, ես չգիտեմ այդ մարդը ինչից ելնելով է ասում, նշանակում է կասկածի տակ է դնում իրենց իսկ կողմից
նշանակված դատախազի աշխատանքն է կասկածի տակ դնում, չգիտեմ, արտարադատության նախարարի, քննչական մարմինների, այնպես որ իրենից է պետք իմանալ, այդ ինչ մտավախություն է։ Կարծում եմ այդ նույն մարդը նաև մտածում էր, որ Գյումրիում այլևս կարճ շրջազգեստ հագնող աղջիկներ չեն լինելու, չէ՞, պատրաստում էր գար պաշտպաներ, չէ՞։ Կարծում եմ, այտենց նման էքսցենտրիկ ձևակերպումներին պետք չէ լուրջ վերաբերել։ Պարոն Մխիթարյան, եւ այսօր քաղաքացիական պայմանագիրը նիստին ներկայացավ եւ արտորոց ոչինչ տեղի չունեցավ, այսինքն ճգնաժամ չփորձեցին ամեն դեպքում առաջացնել, բայց դուք մտավախություն ունեք, որ ինչ որ փուլում քաղաքացիական պայմանագիրը կփորձի ճգնաժամ առաջացնել քաղաքում։ Այդ իրենց որոշելիքն է, տեսեք, քվորումի պարագայում ճգնաժամը ո՞րն է։ Եթե քվորում կա, ինչ ճգնաժամ, այսինքն ներկայացված ավագանիների քանակությունը նիստի քվորումը ապահովել է, այստեղ այս պարագայում, եթե քվորում միշտ լինելու է, ինչ քաղաքական ճգնաժամի, կառավարման ճգնաժամի մասին խոսք կարող է լինել։ Դե ես հիմա մեր քաղաքի մասին ինչ պատասխանեմ, այդ պետք է յուրաքանչյուր խմբակցություն կարող է որոշել բոյկոտել կամ չբոյկոտել։ Մենք կարող ենք որոշել բոյկոտել կամ չբոյկոտել։ Տրամադրվածություն կա նման։ Ոչ մի ընդամենը 2-3 նիստ է անցել, նմանատիպ նախատրամադրվածություն մենք չունենք։ Մենք պատրաստվում ենք աշխատել իշա քաղաքի լավ որոշումներին կողմ քվեարկել, մեր սեփական օրինագծերը ներկայացնել, առաջարկություններ անել, այնպես ընթացիկ աշխատանք ունի, իհարկե։ Իհարկե, շուտով կներկայացնենք, եթե ուշադիր եղաք, նիստի վերջում ես ինքս ասեցի, որ հունիսի 29 այդ նիստը բավականին ուշ է, պետք է արտահայտ նիստեր գումարել, որովհետև գիտեք 2-3 ամիս ավագանու նիստ չի գումարվել Գյումրու քաղաքապետարանում եւ բազմաթիվ հարցեր են կուտակվել, պետք է արագ այդ հարցերին ընթացք տալ, բազմաթիվ որոշումներ կողքի են դրված, պետք է ընթացք տալ այդ ամեն ինչը։ Եվ մի հարց է ձեր թույլտվությամբ, պարոն Մխիթարյան, ձեր մի ելույթում էլի երթմնակալության արարողության ժամանակ էր, եթե չեմ սխալվում, ձեր խոսքում ակնհայտ կշտամբանք հնչեց մեր քաղաքը դաշինքի հաստատի ղեկավար Մարտուն Գրիգորյանի հասցեին կապված նրա այն հայտարարության հետ, որ ավագանու խմբակցությունները շտապեցին հայտարարել քաղաքապետին միանալու նրան կողմ քվեարկելու մասին։ Հետաքրքիր է դուք այս ընթացքում պարոն Գրիգորյանի հետ հանդիպել եք, պարզաբանում ստացել եք, ինչն էր պատճառը նման չեմ խոսել, բայց կարծում եմ, որ դա մեղադրանք չի, էլի պնդում եմ, ու իմ համար դա սպառված օրակարգ է, որովհետև Գյումրիում արդեն 3-րդ ավագանու նիստն է, չեմ կարծում, որ այդ հարցին պիտի անդրադառնամ կներեք։